Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստասերիալում սպասվում են հետաքրքիր զարգացումներ, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են, թե ինչ է լինելու հետագայում։ Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, հեռուստասերիալում սպասվում է նոր կերպար, որին մարմնավորելու է սիրված դերասանուհի Նոնա Սաֆարյանը։ Թե երբ է նախատեսվում նոր կերպարի հայտնվելը, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ կարող եք առաջինը տեղեկացված լինեք, եթե միանաք մեր ալիքին։ Հեռուստասերիալում նկարահանվող երկու սիրված դերասաններ էլ այս շաբաթ նշել են իրենց ծննդյան տարեդարձը, իսկ այդ մասին մի փոքր ուշ։ Այժմ հեռուստասերիալի մասին։ Սաքոն դաշտ չառնելով անցյալում կատարած իր մեղքերին, շարունակում են նրանք նորից կատարել։ Անցյալում Սաքոն Աշոտին սպանեց և թաղեց անտառամեջյան մի հատվածում և մինչև այժմ որևէ մեկը չունի տեղեկատվություն նրա մասին։ Հայկի խոսքերից էլ պարզ է դառնում, որ նա մեղադրում է հորը, քանի որ նա բացակայել է իր ընտանիքի կյանքից։ Բայց դեռ ոչ ոք չգիտի, որ այդ ամենում իր մեծ մեղքի բաժինն ունի հենց Նարեի հայրը Սաքոն, ով տարիներ առաջ չհանդուրժեց քրոջ և Աշոտի կապն ու որոշեց նրան կյանքից զրկել, որին ականատեսը եղավ Արփիի հայրը Քաջիկը, ով այժմ մեղքի ծանրության տակ չի կարողանում ապրել։ Եվ հավանաբար և Սաքոն, և Քաջիկը պատժվեցին իրենց մեղքերի համար, երկուսն էլ կորցնելով զավակներ, որովհետև տարիներ առաջ նրանց կատարած մեղքի թաքցնելը, դրա համար պատասխան տվեցին իրենց զավակների կյանքով։ Այժմ Քաջիկը, երբ կորցրել է իր կյանքի միակ նպատակը իր դստերը, որոշել է իրեն տալ հարբեցողությանը և իհարկե գյուղում պատմել եղածի մասին։ Դեռ ոչ բացահայտ, բայց շատ շուտով հավանաբար նա կսկսի խոսել ավելի բացահայտ։ Սաքոն որոշում է լռեցնել, ինչին ականատես է լինում նրա կինը Անիկը, ով մինչև այժմ տեղյակ չէր, որ Սաքոն ու Քաջիկը կապ ունեն։ Նա խնդրում է Սաքոյին, որպեսզի կապ պահպանի Քաջիկի հետ, խոսի նրա հետ։ Ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Սաքոն դեռ շատ բաներ է թաքցնում։ Նարեն Հայկին փրկելու համար որոշել է իր կյանքը կապել Արմոյի հետ, խոստանալ, որ կնշանադրվի, ինչին բնականաբար Հայկը դեմ է, քանի որ չի ցանկանում, որ իր պատճառով Նարեն պատասխան տա և իր կյանքը կապի մի մարդու հետ, ում չի սիրում։ Բայց Արմոնը անդրդվելի է, քանի որ Սաքոն նրա կողքին է։ Սաքոն էլ, որպեսզի Նարեն Հայկի կողքին չլինի ու անցյալը չկրկնվի, որոշում է օգնել Արմոյին, չհասկանալով, թե ուր է հրում իր դստերը և ինչ թակարդն է նետում։ Արմոն իր ձեռքին շատ խաղաքարտեր ունի, որոնք շատ շուտով մեկ առ մեկ ցույց է տալու։ Իսկ թե ինչ խաղաքարտերի մասին է, կիմանաք շատ շուտով։ Այդ ընթացքում Հայկը որոշում է խոսել Նարեի հետ։ Հայկը շատ լավ հասկանում է, որ Նարեն սիրահարված է իրեն, բայց ցանկանում է, որ Նարեի բերանից լսի այդ խոսքերը։ Իհարկե Նարեն իրեն մեղավոր է զգում Արփիի հիշատակի առաջ, բայց հասկանում է, որ լռելով հարց չի լուծի։ Նարեն հենց փոքրուց սիրել է Հայկին, բայց իհարկե անպատասխան սիրով, քանի որ Հայկը սիրել է Արփիին, իսկ վերջը հեռուստադիտողներին արդեն պարզ է։ Վռամն էլ փորձում է իր սերը թաքցնել Սոնայի հանդեպ, բայց պարզից էլ պարզ է, որ նա չի կարող անտարբեր լինել, հատկապես այն բանից հետո, երբ տեսնում է, որ Արմոն քաշում է Սոնայի թևից, դա ուղղակի հասնում է իր վերջակետին ու կատաղորեն նա նետվում է Արմոյի կողմը ու ցույց է տալիս նրան իր տեղը։ Արմոն արդեն սկսել է խոսել Վռամի դեմ, քանի որ Սաքոն իր ձեռքով շատ խաղաքարտեր է տվել Արմոյի ձեռքը, հատկապես նրանց բիզնեսների մի մասը հենց գրանցված է Արմոյի անունով ու ցանկացած ժամանակ Արմոն կարող է ուղղակի Վռամին ու իր հորը նետել այնտեղ, որտեղ նրանց տեղն է։ Իսկ մինչ կբացահայտվի, թե ինչ է իրականում կատարվել, միացեք մեր ալիքին, բաժանորդագրվեք, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք ձեր կարծիքը, թե արդյոք Սաքոյին կհաջողվի Նարեին ու Արմոյին ամուսնացնել, թե նա Նարեին էլ դուրս կհանի տանից, ինչպես իր քրոջը Լալային, թե Հայկն ու Նարեն միասին կլինեն։
Չմոռանաք բաժանորդագրվել առաջինը տեղեկացված լինելու համար, որպեսզի տեղեկանաք, թե ինչ է կատարվում շոու բիզնեսում, ինչ նոր հեռուստասերիալներ են սպասվում եւ ինչ փոփոխություններ հեռուստասերիալներում եւ իհարկե գրեք ձեր կարծիքը, թե որ կերպարին ու դերասանին եք հավանում այս հեռուստասերիալում եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Հեռուստադիտողները մեղադրում են նաեւ Անիկին, որ փոխանակ իր դստեր կողքին լինի, թելում է ամուսնու թելը եւ շատ շուտով, ինչպես նա կորցրեց իր որդուն, կկորցնի նաեւ Նարեին։ Դուք էլ եք համակարծիք դրա հետ։ Գրեք նաև արդյոք ճիշտ եք համարում, որ Նարեն սիրահարվել է իր ընկերուհու ընկերոջը, ում հետ նա պատրաստվում էր ամուսնանալ եւ նա մահացավ։ Հեռուստադիտողների կարծիքներն այս առումով բաժանված են երկու մասի։